Որքան մոտենանք ակունքին, սկզբին, ընդեղ մենք կարող ենք գտնել ճշմարտություն։ Թե ինչպես է շումերական քաղաքակրթության կամ հայկական քաղաքակրթությունը հասել Լատինական Ամերիկա, դա մնում է առեղծված։ 5000 տարվա վաղեմության սափորի տակ հայկական տառեր, իսկ վրան շումերական սեպագիր տեքստ։ Շուր են տալիս բառը։ Այմարա։ Եվ ստացվում է Արամիա, Արամիա, Արմենիա, Արամբիա։ Դա ամենը առնչվում է շումերական այդ ընկի հայ աստծո կերպարի հետ։ Հիշում մի հայ առևտրական տայելը հասրել է Պերու, հա։ Չգիտեմ։ Ճապոներեն սերնահեղուկը զարոդիշ տենց ասեմ, կոչվում է հայ։ Չիներեն, վիետնամերեն հայը նշանակում է ջուր, ծով, լիճ։ Հայը Կրիշնային ասում, հայը Բուդդային ասում, կենթանի Կրիշնա, կենթանի Բուդդա։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր ու տաղանդավոր մարդկանց, տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր ունենք չափազանց հետաքրքիր ու հարգարժան հյուր, ում եւ սիրով ներկայացնում եմ հնագույն քաղաքակրթությունների հետազոտող Յուրի Սարգսյան։ Բարև եք եկել։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, վաղուց չէինք հանդիպել։ Ձեր մեղքով։ Այսօր իսկապես մինչև հաղորդումն էլ ես մի քանի բան ասեցիք, կարճ անոնս արեցիք, ապշած եմ այն բացահայտումների վրա, որոնք պիտի ներկայացնենք մեր հանրությանը։ Փաստորեն հայկական հետք կա ու բավականին լուրջ ժառանգություն նաև Լատինական Ամերիկայում։ Այո, այո։ Մի փոքր կարելի է ինչից սկսեք, ուր գանք արդեն ձեր իրավունքն է։ Գիտեք, մարդկային քաղաքակրթության պատմությունը լի է առեղծվածներով։ Եվ երկրի մոլորակի տարբեր մասերում, տարբեր մայրցամաքներում հայտնագործում են մինչ այժմ որոշ արտեֆակտներ, հնագիտական նյութեր, որոշ շինություններ, ինչպես նաև բանավոր կամ գրավոր առասպելներ, իրենց ասենք ազգային ինչ-որ հիշողության մասնիկներ, որոնք ուսումնասիրելու ժամանակ մի զարմանալի եզրահանգման ես գալիս ու տեսնում ես այդ ամենի կապը, ոչ բոլորի իհարկե, բայց շատ հետաքրքիր դեպքերում տեսնում ես կապը թե մեր տարածքի հետ, որպես հայկական լեռնաշխարհ, թե մեր հարակից տարածքի հետ, ասենք, մասամբ շումերական քաղաքակրթության հետ, եւ թե հայ ժողովրդի եւ առավել եւս հայ ժողովրդի ինքնանվան, այսինքն հայ կամ հայա բառի հետ առնչվող հետաքրքիր դրվագներ, դեպքեր, տարածքներ, նյութեր, էպոսներ եւ այլ։ Ես այսօր կառաջարկեմ մի փոքրիկ ճանապարհություն կատարենք դեպի հեռավոր, բայց ինչքան էլ տարօրինակ չթվա, որոշ առումով մեզ շատ մոտ Լատինական Ամերիկա եւ փորձենք խոսել մի նյութի մասին, որը երևի թե կարող է շատերին հայտնի, բայց եւ այնպես որոշ ինչ-որ բաների վրա կանդրադառնանք, ուշադրություն կբևեռենք եւ կարծում եմ պետք է որ լինի հետաքրքիր խոսքը Պերու, Բոլիվիա, այդ տարածքների մասին է։ Երևի բոլորը լսել են Տիտիկակա հայտնի այդ լճի մասին, որը մոտ 4000 մետր է բարձրությամբ, 4000 մետր բարձրության վրա է գտնվում եւ լի է առասպելներով, առեղծվածներով, հնագիտական նյութերով, աստծո դարպասներով, արևի դարպասներով, խոսելու ենք բոլորից լավ հայտնի ինկերի մասին, նրանց քաղաքակրթության մասին, մի երկու բառ կխոսենք շատ առեղծվածային այմարներ, այմար կոչվող ազգի, ցեղի քաղաքակրթության մասին։ Սկսենք մի այնպիսի նյութից, որը աշխարհին հայտնի է երկու անվանմամբ։
Արամի Մուրու կամ Puerto de Haya Marca անվանումներով։ Ինչ է սա ինձ ներկայացնում։ Սա Տիտիկակա լճի մոտ գտնվող մի ժայռաբեկոր դարպաս է, մեր Մեհերի դռան, Վանա Մեհերի դռան նման, բայց ավելի մեծ չափսերով։ Եթե Մեհերի դռան վրա կա սեպագիր արձանագրություն, ապա այստեղ սեպագիր արձանագրություն չկա եւ չափսը մոտավորապես բարձրությունը միայն բարձրությունը պատկերացնեք 7 մետր է։ Որի ներսում փորագրված է ռուսերեն Տ տարի նման խորոջ, որ դուր, դարպասի մեջ մի հատ դուր, որի կենտրոնում մի փոքրիկ անց կա։ Փոքրիկ անց ասելով մոտ մի 10-20 սանտի շարավիղով։ Եվ դա կոչվում է Արամի Մուրու կամ Puerto de Haya Marca։ Արամի Մուրու։ Արամի Մուրու եւ Puerto de Haya Marca։ Ինչ է նշանակում, ինչպես են դա թարգմանում տեղացիները կամ ասենք համացանցում բոլոր մեկնաբանիչները կամ հոդվածահեղինակները եւ այլ, որպես աստվածների դարպաս, որպես դարպաս դեպի երկինք եւ նմանատիպ, ասենք հոգու դարպաս, չգիտեմ, արևի դարպաս, աստվածների դարպաս, այդ տիպի տարբեր թարգմանություններ են։ Քանի որ Puerto բառը դա պորտալ, դարպաս, դուր բառն է իսպաներեն։ Պարտալ ռուսերեն։ Պարտալ, հա, պարտալ, դա է բառացիորեն։ Եվ այդպես պատճառով տարբեր բարբառներով, տարբեր ձևերով թարգմանությունները մոտավորապես այդ տիպի են, որոնք դարպասներ են, որոնք տանում են նախնյաց հայրենիք, դարպասներ են, որ տանում են այլ աշխարհ, դարպասներ են, որոնց միջոցով մեր նախնիներին երկնքից եկել են աստվածները, քաղաքակրթություն են տվել, գիտելիքներ են տվել եւ այլ, նմանատիպ վարկածների ընթացքում մի քանի ինչ-որ հետաքրքիր բան կպատմենք։ Եվ Արամի Մուրու։ Ուրեմն ինչ բուն յութին ասնելը, ասեմ այդ բառերի թարգմանությունը։ Puerto de portal, դա դարպաս դուր իմաստը ունի, D մասնիկը ցույց է տալիս պատկանելիություն, ինչ-որ մեկին պատկանող բան։ Հայա բառը թարգմանում են որպես աստված, Մուրու բառը Puerto de Haya Marca կներեք, Puerto de Haya Marca։ Marca բառը իրենց բարբառով շատ արդեն հին բարբառով ունի տարածք, երկիր, հայրենիք ու պրիտոմ հերավոր եւ սկզբնածին, նախածին հայրենիք իմաստները։ Այսինքն եթե այդ դարպասների անվանումը թարգմանում են Puerto de Haya Marca, բառը թարգմանում են շատ հասարակ ու պարզ աստվածների դարպաս, երկնային դարպաս եւ այլը, բայց եւ բառ առ բառ թարգմանություն է սկսում ճշտելը, ստացվում է դարպասներ դեպի հայա նախնիներին կամ հայ նախնիների երկիր։ Կրկնում եմ նորից, որպեսզի թյուրիմացություն չլինի։ Puerto da portal դարպաս բառն է, D ցույց է տալիս պատկանելիություն, հայ կամ հայա բառը չեն թարգմանում կամ ուղղակի թարգմանում են ընդհանուր աստվածների դարպաս։ Մարկա բառը ունի իմաստ երկիր, տարածք, հայրենիք ու նշվում է, որ դա խոսքը գնում է նախածի, նախաստեղծ, նախասկզբնական հայրենիքի մասին։ Բառացիորեն այդ դարպասների անվանումը թարգմանվում է դարպասներ դեպի հայ նախնիների հայրենիք կամ հայ նախնիների երկիր, տենց կարելի է թարգմանել։ Մյուս անվանումը Արամի Մուրու։ Թե ով է Արամը, մենք խոսենք հիմա, ով է Արամը ըստ իրենց այդ Տիտիկակա լճի եւ այդ դարպասների մոտ ապրող հին ցեղերի, այմարների եւ այլ մյուս բոլոր ասենք ազգերի մարդկանց հիշողության մեջ թե ով է Արամը դա կխոսենք։ Արամի Մուրու բառն էլ նշանակում է պատ, ժայռ։ Այդ իմաստն ունի։ Այսինքն եթե մենք այս դարպասների այդ առեղծվածային դարպասների ամբողջ անվանումը Puerto de Haya Marca Արամի Մուրու թարգմանենք, բառացի ամեն մի բառը թարգմանելով իր իմաստով, կստացվի դարպասներ դեպի հայ նախնիների երկիր Արամի պատի վրա։ Բառացիորեն կստացվի այդպիսի անվանում։
Ինչու է կոչվում հայա։ Երևի բոլորս ես ենթադրում եմ, որ դա առնչվում է մեզ բոլորիս հայտնի շումերական ժառանգությունից մեզ հասած Արարիչ հայ Էնկի Էյա Նիդիմուտ կամ հայ անունը կրող Աստծո հետ, քանզի շատ բան ուղղակի եւ անուղղակիորեն առնչվում է այդ կերպարի հետ։ Թե ինչպես է շումերական քաղաքակրթության կամ հայկական քաղաքակրթությունը հասել Լատինական Ամերիկա, դա մնում է առեղծված։ Բայց հիմա եւս մի քանի փաստ կբերեմ, որոնք հարց են բարձրացնում եւ պահանջում են բացատրություն։ Ինչպես դա կարող է տեղի ունենալ։ Ուրեմն ըստ այդ դարպասների մոտ ապրող ժողովրդի հիշողության շատ վաղուց ժամանակներում երկնքից իջել է, վարկածները տարբեր են, մի քանի վարկած կա, հիմնական իմաստը սա է։ Երկնքից իջել է Արամ կամ Արամի կամ Արամու անունով մի աստված, որը գիտելիքներ է տվել այդ ժողովրդին, այդտեղ ապրող հնագույն ժողովուրդներին, գիտելիքներ, թե ինչպես կառուցել տաճարներ, ինչպես կառուցել այն առեղծվածային կառույցները, որոնք Լատինական Ամերիկայում հայտնաբերում ենք այդ պիրամիդաների այդ տեսքով եւ այլ իմիջիալոտ վիշապներով, օձերով, մեր սիմվոլիկաներն։ Այո, որոնք մեր սիմվոլիկաներն են եւ շումերական հայ Աստծո սիմվոլիկաներն են, բառացիորեն։ Ջուր բխեցնելով, ջրի աղբյուրներով եւ այլ։ Որ ամբողջ սիմվոլիկան խոսում է դրա մասին։ Եվ գիտելիքներ տալով այդ ժողովրդին, երբ որ ասեն իսպանացիները, եվրոպացիները ներեն խոժել Լատինական Ամերիկա, սա այդ դարպասի միջոցով հեռացել է երկինք։ Պրիմիտիվ տարբերակը սա է։ Մի քանի տարբերակներ կան, մի տարբերակի համաձայն այն ժամանակ, երբ Լեյմուրիա առասպելական երկիրը կործանվում է օվկիանոսում, փրկում է միայն մի քուրմ Արամ անունով, որը իր հետ վերցնում է գիտելիքների ոսկե շտեմարանը եւ արևի սկավառակը, եւ այդ սկավառակով այդ դարպասների միջոցով գալիս է Լատինական Ամերիկա եւ այդ ժողովրդին, վայրի ապրող ժողովրդին էլի գիտելիքներ տալիս եւ այլը, մի տարբերակով, երբ որ իսպանացիները ներեն խոժում Լատինական Ամերիկա, Արամ այդ քուրմ Արամը այդ ոսկե արևի այդ սկավառակը փոխանցում է տեղի քրմերին, մեկ այլ տարբերակով իր հետ տանում է, մեկ այլ տարբերակով կառուցում է արևի տաճար եւ այդտեղ պահում է եւ այլ տարբերակները շատ են։ Այստեղ կարևորը այդ Աստված կամ գերագույն քուրմ հանդիսացող անձն է Արամ կամ Արամի կամ Արամու անունով եւ առնչվում է Puerto de Haya Marca այդ դարպասների հետ։ Սա հայտնաբերվել է ոչ շատ վաղուց, մոտ մի 10-20 տարի առաջ, ոչ կառուցման հեղինակներն ովքեր են չեն կարողանում դա պարզաբանել, ինչ նպատակով է դա կառուցվել, չեն կարողանում պարզաբանել, երբ է կառուցվել, չեն կարողանում պարզաբանել։ Բայց այդ դուռը, այդ դարպասները տենց իր հետ տանում են նյութեր, հեքիաթներ, որոնք ինչ-որ տակիր բան են հուշում։ Սրանից զատ այդ տարածքին մոտ գտնվող մի տարածքում, մի գյուղում, մի գյուղացի գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ իր բակում հայտնաբերում է մի սափոր, մոտ մի 2 մետր չափսի սափոր, որի ոչ իմաստը, ոչ նշանակությունը չի հասկանում եւ երկար ժամանակ օգտագործվում է գյուղատնտեսական ինչ-որ ապրանքների համար։ Պատահաբար դա նկատում է մի հետազոտող, մի գիտնական, տեսնում որ շատ տարօրինակ զարդեր կան, շատ տարօրինակ ինչ-որ գիր կա, այդ վերցնում է եւ սկսում են ուսումնասիրել եւ պարզվում է, որ սափորի 4 կողմը ստեպագիր տեքստ է շումերական, իսկ սափորի տակ հայերեն տառեր հիշեցնող կամ կարելի է վստահաբար ասել հայերեն տառեր են։ Այդ սափորը ունի մոտ 5000 տարվա վաղեմություն։ Եվ այժմ գտնվում է այդ տարածքում Լապաս կոչվող քաղաքի թանգարաններից մեկում։ Այդ սափորը հետաքրքիր է այնքանով, որքանով Լատինական Ամերիկայում շումերական զարդեր եւ շումերական սիմվոլիկաներ եւ շումերական ստեպագիր նյութ
Եվ վիդեո տեսահոլովակի ժամանակ, երբ նկարում են սափորի տակը, շատ թեթև կադր է դա, շատ փոքր վարքյաններ են ու ոչ ամբողջ տարածքն է նկարահանված այդ սափորի, նույնիսկ այն մասը, որը կադրի մեջ երևում է, մենք այդտեղ նկատում ենք մոտ 8-9 հայերեն տառ։ Է, հ, ձ, չ, շ, անբացատրելի մի երևույթ։ 5000 տարվա վաղեմության սափորի տակը հայկական տառեր, իսկ վրան շումերական սեպագիր տեքստ։ Այ քեզ բան։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT-1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Սա համարվում է առեղծված, անբացատրելի առեղծված։ Մեր բոլոր փորձերը ինչ-որ մի կերպ դեսպանատան միջոցով, այդ քաղաք գնալ կամ հայկական համայնքի միջոցով, այդ սափորի տակը նկարել ամբողջովին, եւ տեսնել էլ ինչ տարեր կարող են այնտեղ հայտնաբերվել, առայժմ անհաջողության է պատահում։ Բացահայտ հայկական տառեր։ Բացահայտ հայկական տարեր։ Ես ձեզ առաջարկեցի, ես նյութի ժամանակ ես ձեզ կուղարկեմ այդ կադրերը, որոնք այս բառի ժամանակ դուք դրեք, որպեսզի դա տնեն։ Մոտ 7-8 հայերեն տառ։ Է տառը, հ տառը, ձ, շ տարերը բառած, քերած։ Եթե սեպագիր նյութը փորագրված է այդ սափորի վրա, ապա տակը ոնց որ խազած լինեն դա։ Անհասկանալի, անբացատրելի երևույթ։ Սա ու նույն տարածքի մասին է խոսքը։ Մոտարապես նույն տարածքի մասին է խոսքը։ Սա էլ բավական չի։ Էլի մի 10 տարի առաջ հայտնաբերում են մոտ մի 2 մետր բարձրությամբ տարօրինակ մի արձանիկ, որը իրենց քաղաքակրթությանը բնորոշ չի։ Այդ տիպի արձանիկ քանդակել է 2 մետրանոց, բառացիորեն շումերական քանդակների նման։ Եվ նրա ամբողջ մարմնի վրա շումերական սեպագիր տեքստ հիշեցնող նյութեր են, սիմվոլիկաները, ինչ-որ տառատեսակները, որի ամբողջական կերպարը եւս չունեն, եւ չգիտենք, այնտեղ հայկական ինչ-որ մի բան կարող է լինել, թե ոչ։ Ովքեր են սրանց հեղինակները, ոչ ոք չգիտի։ Խոսքը գնում է, հիմնականում խոսում են իբր դա ինկերի քաղաքակրթության հետքն է։ Այդ ինկերի քաղաքակրթությունը ինքնին լիքն է ամբողջովին մի հետաքրքիր ինչ-որ առեղծվածներով։ Ես ուղղակի այսօր մի ընդամենը հետաքրքիր բան ասեմ, որ ոչ իրենց լեզվով, ոչ հարևան ժողովուրդների լեզվով, իրենց այդ ինկի անվանումը չի թարգմանվում եւ չի բացատրվում։ Իմաստ չունի։ Իմիջիալոց ասենք, որ դա ի սկզբանե դա չի եղել ժողովրդի կամ քաղաքակրթության անվանում, այլ եղել է տիրակալների, թագավորների տիտղոսը։ Ոչ թե ժողովրդի անվանումն է, այլ տիտղոսն է եղել թագավորների։ Ժամանակի ընթացքում թագավորից զատ ինկի են սկսել կոչվել նաև թագավորի մերձավորները։ Մի քանի հարյուրամյակ կամ չգիտեմ հազարամյակ հետո այդ բառը ինկի բառը դարել է որպես նվեր երկրին կամ թագավորին տիրակալին նվիրված մարդկանց համար, այսինքն դու դառնում ես արժանի կոչվելու ինկի։ Տիտղոս, ասենք բարոն, չգիտեմ, իշխան, նմանատիպ ինչ-որ մի տիտղոս է։ Եվ բառը ունի թարգմանություն եւ բացատրություն։ Եվ հետազոտողները այս պատմածս փաստերի լույսի ներքո առաջարկում են, որ դա հենց շումերական հայ աստծո անունն է, Էնկի տարբերակով։ Որ հենց դա Էնկի աստծո անունն է դարձած ինկի։ Այդտեղից էլ այդ արդեն այդտեղից էլ գալիս է ինկի անվանումը։ Քանի որ անուղակի եւ ուղակի նման փաստեր հայտնաբերվում են մի անհասկանալի կամ ինկերի
ինկերի ժողովուրդ ծագումն է հայկական։ Ես փաստերն եմ բերում Արտակ ջան։ Ես բերում եմ փաստերը։ Եթե դուք նայեք ինկերի քաղաքակրթության պատմությունը, նայեք նրանց սիմվոլիկան, նայեք նրանց այդ կառուցած բուրգերի նախշերը, դուք կտեսնեք նմանություն մեր տարածքի շումերական հայկական նախշերի հետ։ Ես կուղարկեմ նկարները։ Առավել տարածաշրջանի աշխարհագրական անվանումները շատ են մոտ մեզ եւ շումերներին։ Շատ աշխարհագրական անվանումներ միայն շումերերեն կամ հայերեն կարելի է բացատրել ու մեկնաբանել ու թարգմանել կոպիտ ասած։ Ինկերի ունեն հագուստ, իրենց թագավորական հագուստները նկարված է Միշնադարում այդ իսպանացիների կողմից, որտեղ բառացի հայկական եւ շումերական նախշազարդեր են։ Նկարները կուղարկեմ։ Նախշազարդեր են գույներից բռնած, նախշերից բռնացրած։ Լրիվ հայկական։ Լրիվ հայկական։ Ոնց որ մեր գորգերը, Արցախյան եւ Սյունիքի գորգերը։ Նույն զարդանախշերը, նույն վիշապագորգերը։ Նույն գույներով, նույն զարդերով։ Իսկ հնարավոր չէ որ նույնը լինեն, թե տենց չի։ Դե եթե մենք տանենք դա կախենք, ինկերից առնենք կամ այդ այմարներից առնենք իրենց գորգը եւ բերենք մեր վերնիսաժում կախենք, չեն իմանա որ դա այմարներին է կամ ինկերի։ Հա, տենց չի լինում։ Մեր գորգերից է։ Բառացիով է։ Մյուս առեղծվածային քաղաքակրթությունը, որ ինկերից առաջ է եղել, դա այմարներ կոչվածներն են, այմարի, որոնք եւս լի են առեղծվածներով։ Թե լեզվի առումով, թե քաղաքակրթության ծագման ու զարգացման առումով, ու հենց այդ մերի դուրեմ ասում այդ հայամարկա, այդ հայ դարպասների, այդ արամի մուրու դարպասների պահակներն են սրանք համարվում, ստրաժը, հսկիչները, պահակները, պահապանները, այս այմանները եւս լի են առեղծվածներով։ Մենք երջանկայժատակ Մերի Սարգսյանը, Պարիս Հերունու քույրը, ժամանակի մի փոքրիկ հետազոտություններ կատարել էս այմարների հետ կապված, լեզվի հետ կապված եւ մոտ մի 3000 կարծեմ բառի մեջ մոտ մի 60 բառեր հայկական գտել, որ թամյան հայերեն հնչում են նույն կերպ, թարգմանվում են օրինակի համար ջուր, սեր եւ փոր եւ նմանատիպ բառեր ասենք, որ այմանների մոտ այմանները, որ բացի են, որ կապված են այդ տարածքի հետ, ինչի մասին մենք խոսում ենք, այդ թասը, այդ դուրը, այդ դարպասները, այմանների լեզուն համարվում է շատ առեղծվածային եւ նույնիսկ ոչ երկնային լեզու։ Եվ հետազոտողները վերջին շրջանում ասում են, որ սա երևի ապագայի կոմպյուտերի լեզուն պետք է լինի։ Այդ մակարդակ, այդ տիպի տարօրինակ լեզու է, հետաքրքիր ասենք առեղծվածներով լի, օրինակի համար նրանց համար ապագան ոչ թե արժևում է, այլ հետևն է։ Այսինքն անցյալը իրենց դեմն է, ապագան իրենց հետևում է։ Երբ ասենք ուզում են ասեն ապագայում դա պետք է անեմ, ցույց են տալիս հետե որ ապագան ստեղ է, հետևն է մեր։ Անցյալը տեսնում ենք, ապագան չենք տեսնում։ Երևի փիլիսոփայական բացատրությունը սա է։ Անցյալը մեր առջևն է, քանի որ ապրել ենք, տեսել ենք։ Բայց ապագան մեր հետևն է, մենք նրան չենք տեսնում։ Ռացիոնալ տրամաբանություն կա մեջը։ Եվ նույնիսկ ասում են, որ մի քանի էքսպերիմենտ են արել, որ եթե ինչ-որ մի լեզվից մեկ այլ լեզու է կոմպյուտերը ուզում մի բան տեքստ թարգմանի, ամենաճիշտ տարբերակը թարգմանության դա թարգմանի այմարերեն, հետո թարգմանի են մյուս լեզվով։ Ես լեզվաբան չեմ, չգիտեմ դա ինչքանով է կամ ծրագրավորող չեմ, ես չգիտեմ դա ինչքանով է խելքին մոտ կամ ռացիոնալ կամ ճիշտ, բայց համանդեպս հետադարձությունները դա են ցույց տալիս։ Եվ ասում են այս լեզուն, այս ազգը եկվոր ազգ է, ինչ որ շատ հեռավոր մի տեղից, շատ հեռավոր եւ շատ վաղուց, սրանք ստեղի բնակիչներ չեն եղել։
ովքեր են, որտեղից են եկել, երբ են եկել, անհասկանալի է։ Լեզուն էլ է անհասկանալի ու առեղծվածային։ Ու շատ բացի Մերի Սարգսյանից ոչ մեկ այդ երկրի, այդ ժողովրդի այմարների լեզվով չի զբաղվել։ Ու հետաքրքիր կլիներ ինչ կարող ենք այդտեղ մենք հայտնաբերել։ Վստահաբար կարող եմ ասել, շատ սենսացիաների մասնակիցը ասեմ, չգիտեմ, ներկան ասեմ, կդառնանք մենք, եթե զբաղվենք այմարների թե քաղաքակրթությամբ եւ թե լեզվով։ Այմարներ այդ անունը եւս ոչ մի լեզվով չի թարգմանվում։ Եվ չունի ոչ մի բացատրություն, ինչպես ինկերը, այնպես էլ այմարները։ Ինչ է դա նշանակում։ Ասենք ամեն մի լեզուն ինչ մի բան պետք է ամեն մի ինքնանուն ազգի ինչ մի բան պետք է նշանակի։ Մեր հայ, մեր ինքնանունը եւս ունի իր իմաստը, թարգմանությունը եւ այլ եւ այլ։ Ու հետազոտողները գալիս են մի շատ հետաքրքիր վարկածի ու փորձում են, քանի որ ինքը լեզուն առեղծվածային է, փորձում են այդ բացատրությունը, իրենց ինքնանման բացատրությունը եւս առեղծվածային ոչ ստանդարտ կերպով գտնել։ Շուր են տալիս բառը, այմարը, և ստացվում է արամիա, արմենիա, արամբիա, և դա կապում են հենց են արամ քրմի հետ, ու մասին ես խոսեցի, են դրան դարպասի աստվածների կողմից։ Պարոն Սարգսյան, կներեք, կարող եմ մի քիչ պարզունակացնում եմ, բայց զուտ ուզում եմ հակադարձեմ, էլի։ Հակադարձեք։ Դու կարող ես դա իրանց համար շահեկան վերսիա, դրա համար տենց են արել։ Բացատրություն են փնտրում, չունեն բացատրություն։ Առեղծվածային ժողովուրդ մինչ այսօր կան, եթե ինքերը վերացել են, այմարները կան։ Տարբերակներով փորձում են հասկանալ։ Չունեն ոչ մի բացատրություն։ Ակունքը իմպաստը։ Իրենց անվան ակունքը չունեն ոչ մի բացատրություն։ Ինքերը չկան այսօր, բայց այմարները դիմացել են մինչ այսօր, իրենց լեզուն պաշտպանվում է, իրենց ժողովուրդը կա, իրենց համազգեստը կա, ամեն ինչ կա։ Իրենց դրոշը կա շատ հետաքրքիր դրոշ, իրենց գերբը կա շատ առեղծվածային հետաքրքիր գերբ, իրենց գույներով, ամեն ինչով, փորձում են գտնել բացատրություն։ Հին ժողովուրդ են, քաղաքակրթություն թողած ժողովուրդ են, առեղծվածներով շրջապատված ժողովուրդ են, բայց եթե ինքերը չկան, ինքերը ինքնանունը այդ անվանումը չեն կարողանում բացատրել, ինչ են թագավորները, քրմերը կամ ասենք այդ տիրականները կոչել իրենց ինքի։ Ինչի։ Միակ տարբերակը բերում են շումերական ընկի աստծո հետ կապում։ Սա դա է։ Կարելի է լուրջ ընդունել, չմերժել, քանի որ կողքի բոլոր ուղակի եւ անուղակի փաստերը կապում են թե տարածքի եւ թե աստծո կերպարի հետ։ Նույն հայ բառը, որ իրենց նկատում են որպես աստծո անուն, կամ նախահայրենիքի հետ առնչվող ինչ որ մի բառ, ինչ որ մի երևույթ, նախահայրենիքի հետ առնչվող։ Այդ օծը, վիշապը կրկնում եմ, սիմվոլիկաները, ջուրը եւ այլն, դա ամենը առնչվում է շումերական այդ ընկի հայ աստծո կերպարի հետ։ Հիմա նույն բան անում են այմարները, չունենալով ինքնանվան բացատրություն, փորձում են, քանի որ լեզուն ինքը առեղծվածային ու տարօրինակ է, եթե այդ մարդկանց համար ապագան հետևում է, անցյալը առջևում է, այսինքն մեր բոլորիս հակառակ մտածելակերպն է։ Մեր բոլորի համար ապագան առջևում է, որ գնում ենք դեպի ապագա։ Սրանց համար ապագան հետևում է։ Եթե այդ տիպի շրջադարձ է կատարվում մտածելակերպի մեջ, ապա ինչու այդ շրջադարձը, այդ շուր տալը չփորձել այդ բանաձևը օգտագործել այդ անվանման մեջ։ Միգուցե այդտեղ է սրանց առեղծվածը։ Ոչ թե պետք է կարդանք այմարը, այլ արամիա, արամի երկիր, արամի ժողովուրդ։ Այսինքն տրամաբանությունը կա, արդարացումը այդ տարբերակը, դա ոչ ինչ որ ֆանտաստիկ ցանկությունն է, բառը շուր տամ։ Ժողովրդի մտածելակերպը ունի այդ բանաձևը, օգտագործում է այդ բանաձևը։ Ես միայն մի օրինակը բերեցի ապագա, անցյալ եւ ապագա, քանի որ դա ամենապարզունակ օրինակն է, բայց այնտեղ լեզվաբանական, քերականական եւ մտածելակերպի առումով այդ տիպի փաստերը շատ են։ Շատ են, դա ես մի ամենապարզ օրինակն եմ բերում, որպեսզի ընկերներին լինի հասկանալի ինչ
շուր տված Որտեղ է տրամաբանությունը։ որտեղ է տրամաբանությունը։ Եվ ու դա առնչվում է հայաստծո դարպասների եւ Արամի պատի կամ Արամի դարպասել են թարգմանում, աստվածների դարպասել են թարգմանում։ Այմարերեն լեզվով այդ դարպասները թարգմանվում է արևի դարպասներ։ Արևի դարպասներ։ Այս տիպի փաստեր են Լատինական Ամերիկայում։ Ունդեղ էլի բաներ կան, բայց դե ինձ թվում է ժամանակ արդեն մի 40 րոպե բլբլացրեցինք ելիքը։ Չէ, 40 րոպե դեռ չկա, բայց մենք կարող ենք զուտ հասկանալ կամ փորձել հասկանալ այս վկայությունները, այս փաստերը, այս իրողությունները ինչի արձանագրում են եւ ինչի կարող են բերել, այսինքն որն է հետեւությունը։ Հետևությունը գիտական, մշակութային, լեզվաբանական հանդրույթի քանի 1000 կիլոմետրի հեռավորություն, քանի 1000 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Պերուն, Բոլիվիան եւ հայկական լեռնաշխարհը շումերական քաղաքակրթություն առավել եւս որ այս հարցերը քանի 1000 կիլոմետրի վրա տասնյակ հազարավոր դու ուսումնասիրում ես նրանց առասպելները եւ տեսնում ես որ իրենց աստվածները կամ նախնիների աստվածները եկել են մի հեռավոր հայրենիքից ու գիտելիքներ են տվել այս տարածքին բնակվող ժողովուրդներին դու տեսնում ես որ այդտեղ այն էթնոսները, այն ժողովուրդները, մասամբ օրինակ այմարները, մյուսների անունները չեմ տալիս, քանի որ ասենք այդ այմար եւ ինկի անունն է բոլորիս կամ մայա, տարբերակներն է մեզ բոլորիս հայտնի, այնտեղ կան ասենք ցեղախմբեր կամ ժողովուրդներ, որոնց անունը մեզ ոչ մի բան չի հուշի։ Բայց լիքն է այնպիսի փաստերով, թե իրենց հիշողության մեջ առասպելում գրանցված թե երկրաբանական հնագիտական գտածոների միջոցով մի քիչ վերև ասեք մի քանի 100 կիլոմետր վերև հայտնաբերվում է մի արձանիկ որը կոպիա պատճենն է շումերական անունակներ կոչված աստվածների շումերական աստվածների կոպիա տարբերակներ սա ոնց հասկանանք այսինքն մինչ այն հարցին պատասխանելը թե ինչ դա կուսուցան է կամ դա ինչ է մեզ տալիս, ես հարցը բարձրացնեմ այսպես, սա պրոբլեմ է, չէ, կարիք ունի բացատրության, կարիք ունի բացատրության, ու դա առնչվում է ուղղակի կամ անուղղակի մեզ հետ, որպես հայ էթնոս, թե բարի առումով, թե սիմվոլիկաների առումով, թե գույների նախշերի առումով, առնչվում է մեր հետ, ինկի, ենկի, այմարներ արամ, լեզվի ջուր, փոր, չգիտեմ, սեր ու տարբեր աշխարհագրական անվանումներ, ինչպես Բասկոնիայում, այնպես էլ Բոլիվիայում եւ Պերուում։ Սա պետք է ինչ-որ ունենա բացատրություն գիտական։ Դուք ունեք որպես գիտնական բացատրություն։ Ես առայժմ ասում, չէ, անկեղծորեն չէ։ Ես առայժմ հարց փրփրտում եմ այդ հարցը ընկալելու համար, հարցը բարձրացնելու համար։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Իսկ կարելի է տրամաբանել, բարձրաձայն մտածել, օրինակ դա ինչի վկայություն է։ Եթե մենք ըստ Արմեն Դավթյանի համարում ենք, որ շումերական քաղաքակրթությունը կամ շումերները նույն հայերն էին կամ հայկական քաղաքակրթությունն է, ուրեմն մեր նախնիներն են գնացել հասել Լատինական Ամերիկա։ Որովհետև դուք այդքան վստահ ասիք պատճենն է, հա, շումերական։ Այո, բառացիորեն։ Ես կուղարկեմ դա, այո, բառացիորեն։ Մենք հիմա հա ցուցադրենք, եթե կա այդ տարբերակները, հիմա մեր զրույցի ընթացքում դուք տեսնում եք տեսաշար կամ վիդեոշար, հետեւաբար այդ վստահությունը տալիս է sense բան էլի, ոնց որ հիմք մտածելու, որ հիշում եք մի հաղորդում էլ մենք արեցինք, որ ասացիք մեր քրմական գիտելիքները տարածվել են արևելքից մինչև արևմուտք։ Այո, հեռավոր կանադաներ եւ այլն եւ այլն։ Գուցե սրա էստեղ տեսնենք Այո, երևի այո։
Երևի այո։ Որտեղ այդ ճանապարհության ընթացքում դուք շատ հետաքրքիր ձևով Երևի այո, քան որ եւ բարյասենք այդ լա Բոլիվիան, Պերուն, այդ տարածքի այդ երկրների արհեստները ամբողջը չէր։ Մենք մի ընդհանրապես մի երկու նյութ եմ ձեզ պատմում ու բարձրանում ես վերև այն հին հնդկացի ցեղերի մոտ հայտնաբերում ես նյութեր, որոնք էլի ինչ որ բան են հուշում, ասենք իրենց էլի արարիչ աստվածը Հայավատա։ Ջերի տիրակալ։ Հայավատա։ Ջերի տիրակալ, որը նորից ինչ որ տարօրինակ ծագումնաբանություն ունի, որ եկել է գիտելիքներ է տվել, տարեր է ստեղծել, գիր է ստեղծել այդ ժողովուրդների համար։ Այդ Օջիբուեր ցեղ կա, ասենք օրինակի համար, որ երկնային հորը այդ եզերքի տիրակալին դիմում են հոգեհայա։ Պրիմիտիվ փաստեր են բերում, 2000 կիլոմետր բարձրանում ես վերև տարածքի, եթե մտնում ես Ալյասկայի տարածք կամ Կանադայի տարածք, հայտնաբերում ես մի ցեղախումբ, որը համարվում է Ամերիկայի մայրցամաքի առաջի եկվորները։ Թե լեզվի առումով, թե հնագիտական նյութի առումով համարվում է, որ սրանք այդ տարածք են եկել մոտ 12-13 հազար թվականներին, ՄԹԱ, մեր թվարկությունից առաջ։ Այսինքն մոտ 14 հազար տարի առաջ սրանք հյուսիսով, Ալյասկայով եկել են եւ ասենք տեղավորվել այդ Կանադայի այդ կղզիներում եւ սրանք համարվում են Ամերիկայի ամենահնագույն բնակիչները։ Եվ նրանց անվանումն է Հայդի, Հայդա, որը կնշանակի կենդանի մարդ։ Հայդա։ Բայց դա հնարավոր է լեզուն շատ տարօրինակ, լեզուն շատ անգամ լեզվաբանները կապում են այդ ժողովրդի լեզուն կովկասյան լեզուների հետ։ Հնդեվրոպական ծագում ունեն։ Կովկասյան լեզուներ են ասում։ Երևի նկատի ունեն չեչեններ, բան, երևի դրանց։ Ես լեզվաբան չեմ, կրկնում եմ, ես այդ թեմաների մեջ չեմ խորացել։ Եկող տարի ես գիրքը կտպագրվի եւ այդ բաժնում, օրինակ այդ Հայդա կամ Հայդի ցեղի բաժնում կբերեն իրենց որոշ ինչ որ բառեր, որտեղ լեզվաբանները ուսումնասիրեն։ Այս այմարների մասին բաժնում կբերեմ իրենց լեզվից որոշ բառեր, թող ասենք լեզվաբանները ուսումնասիրեն եւ այլ։ Ու այստեղ մենք եթե ասենք մեր վերաբերցնենք այդ համարձակությունը, ասենք որ սա հայ էթնոսի հետքն է, հազարամյակներ առաջ, չգիտեմ, բայց ես այսօր այդ փորձը կատարում եմ ու բացահայտում եմ այդ հետքը։ Իսկ վկայություններն են, որ ապսեի տակ հայկական տառեր են։ Հա պետք է դա ունենա բացատրություն, թե չէ։ 5000 տարվա վաղեմուտ։ Չի կարելի էլի, ասենք ինքը կամ չգիտեմ այմարը ունենա այլ ծագումնաբանություն եւ հայկական տառեր լինեն։ Իսկ այն որ սա հայկական տառեր է, ոչ պետք չի է։ Ասում է հերքելով գանք։ Այո։ Հայկական է։ Զարդերը մեր նման են։ Զարդանախշերը մենք էլ մեր ուրույն ու առանձնահատկությունն ունենք։ Մեր նման են։ Գույները ոչ մեկին, գույները դու բացատրեք սա։ Հա պատահական նմանություն, մի բան է կարող լինի պատահական նմանություն։ Բայց երբ մի քանի փաստ են գալիս, մի քանի փաստեր են իրար հետ ինչ որ միանում, չի ինչ որ ուրեմն տանք բացատրություն սրան։ Ես ին վրա չեմ վերցնում այդ համարձակությունը, ինչ որ վերջնական ռեզումեն են վերջնակետը դնելու, ես ընդհանրապես հիմա փորձում եմ այդ փաստերը բարձրացնել։ Այդ փաստերը բարձրացնել։ Բայց դուք ունեք ձեր հետևում։ Արտակ ջան, զգում ես, որ սա ծանոթ է ինձ։ Այդ դարպասների ձեզ նկար եք ուղարկել, մհերի դուռը ստեք, ունդեղ հայ աստծո դուռ, դարպաս։ Այդքան նմանություն։ Դες մեր մերի դուռը համարվում է, որ 6-րդ, 7-րդ դար, չէ՞ ՄԹԱ։ Դե տարածքն էլ է, պարոն Սարգսյան։ Նա Վան, Արևմտյան Հայաստան, իսկ նա այո, դες որտեղ։ Ես չգիտեմ ասենք գնաք ես այն կարծիքին է որ չեմ բացառում որ մերի դուռը ինքը որպես դարպաս ավելի հին է քան վրայի սեպակի դուրարտական գիրը ես այդ կարծիքին եմ չեմ բացառում ավելի ճիշտ որ ինքը որպես դարպաս մերի դուռ քանդակվել է շատ հին ժամանակներում հետո է վրան
Ուրարտական թագավորը կատարել այդ զոհաբերությունների սեպագիր ուրարտերել արձանագրությունը։ Ու տեսնում ես այդ նմանությունը, տեսնում ես Պերուի կամ Բոլիվիայի այդ արևի տաճարի զարդերը, նախշերը, տեսնում ես մեր զարդերն ու նախշերը։ Ոնց։ Լավ, ասենք, այդ սափորը, որ ասում են, որ գյուղացին իր, ասենք, բակում հայտնաբերել է եւ այնտեղ որ դուք տեսնեք այդ սիմվոլիկան, ոնց որ ասենք մեր կաթողիկոսի գավազանը կամ մեր, ասենք, շումերական զարդերը, երկու օծ գալիս են իրար դեմ գլխով։ Սա ոնց բացատրես։ Ու սեպագիր տեքստ ա գնում։ Ոնց։ Եկա սափորա դա, ինչ որ մի աման չի փոքրիկ։ Սա ինչ որ առևտրական ա տարել։ Հա, չգիտեմ։ Իշու մի հայ առևտրական տայել է հասել է Պերու, թե ծովով է եկել հասել այդտեղ։ Այդ ծանր սափորը։ Սենք ինչ մի բան բացատրենք, լավ այդ սափորը ասենք, չտեմ ինչ մեկը տարավ։ Լավ, հա։ Տարավ, հա, մի քանի հազար տարի առաջ առևտրական էր։ Եթե դա տենց է։ Կիլիկիայի վաճառականներից մեկը տարավ։ Կիլիկիայի վաճառականը շումերական սափորը որտեղ է։ Հա, չէ, դա չի կպնում։ Չի կպնում։ Չի կպնում։ Եթե սա շումերական սափոր է, շումերական տարերով, իսկ շումերներին մենք հայտնաբերել ենք 200 տարի առաջ։ Շումերական սեպագրեր ընդամենը։ Մենք մինչև 200 տարի առաջ շումերների մասին ոչ մի գաղափար չունեինք, բացարձակ։ Այդ ով հասցրեց այդ սափորը ընդեղ, քանի հազար տարի առաջ, եթե դա այտենց է եղել, ենթադրենք շումերների ժամանակ շումեր կոչվածը կամ հայ կոչվածը այտենց առևտրական նավով գնաց, նավը խորտակվեց, այդ սափորը ինչ-որ միտեղ ջուրը գցեց ափ, հողի տակ մնաց, փաստորեն ուրիշ հարց է ծագում։ Այդ ուրեմն մի քանի հազար տարի արդեն մերոն գնացել են այդ կողմերը։ Այսինքն առեղծվածների մի շարան է, ակադեմիական գիտությունը աչքերը փակում է կեղծ է, այս մի բան է կեղծ է, այդ գյուղացին բան ու գործ չուներ, նստել էր սափորեր, հա շումերերեն քանդակում, ի՞նչն է կեղծ է։ Մի հատ ուսումնասիրենք նոր ասենք կեղծ է։ Չեմ կարող բացատրեն, ասում են գործ չունենք։ Չեն կարողանում դա բացատրել, ոնց բացատրես, եղբայր, հա բացատրի։ Պեղումներ։ Պեղումներ անում են ու բացվում է նորանոր նյութեր։ Հնդեմ ասում ես այդ սափորի տակը ընդամենը այդ տեսահոլովակում մի փոքրիկ կադր է, որ սափորի տակը նկարում է։ Այդ մի փոքրիկ վարկյան տևող կադրում մեկ է որ կանգնացնում ենք, այդ տառերը հայկական տեսնում ենք, խազած։ Բայց եթե սափորի տակը ամբողջ նկարվի, ինչեր կարող ենք հայտնաբերենք։ Կարող է տողա գրված արդեն ամբողջովին կամ բառա գրված։ Դուք փորձել եք, հա, դիմել դիսպանատուն։ Հայկական համայնքներ են փորձել ինչ-որ դուրս գալ։ Ու չգիտեմ, երևի եթե գործ ունի ֆինանսների բաներ, եթե գործ տարբերակ լիներ, բան մի հատ գնացվեր։ Գնացվեր այդ քաղաք, լապաս քաղաքը, այդ թանգարանը, ունդեր շատ բաներ կա հետաքրքիր։ Այդ արձանիկը, որ ասում եմ, մոտ 2 մետր բարձրությամբ արձանիկ, էլի ինչ որ շումերական սեպագրին նման, նույնիսկ ասում են նախաշումերական գիր է սա։ Նույնիսկ այդպես են ասում։ Եթե նույն նախաշումերական գիր է, նախաշումերական գիրը ինչ գործ ունի Լատինական Ամերիկայում, Բոլիվիայում կամ Պերուում։ Սոցիալական մեդիան մեզ հնարավորություն տալիս է ողջ աշխարհով սփռվել, եւ ես ունեցել եմ զանգեր Բրազիլիայից, Ավստրալիայից, եթե Լատինական Ամերիկայից մեզ հիմա նայում են Պերուից, Բոլիվիայից, մեր հայրենակիցները թող արձագանքեն, գրեն մեզ եւ խնդրեն գնան մի հատ ոչ միայն պետք չի մեզ ֆինանսավորել, որ մենք գնանք, ինքներդ, հա, կապի դուրս գաք պարոն Սարգսյանի վրա եւ հետ եւ փորձենք ընթացք տալ, առնվազն մեզ համար գոնե պարզենք թե ինչ է սա։ Հետաքրքրության համար, այո։ Որովհետեւ իսկապես շատ ենք հաճախ ոչ միայն գլուխ գովում, այլ փաստերի իման վրա ասում, որ մենք արարչական, լուրջ, հին քաղաքակրթություն ունեցող ազգ ենք, առաքելություն իրականացրող ազգ ենք, հետեւաբար այդ աշխարհով մեկ սփռվածությունն էլ ունի։ Առավելևս մեր ազգային առանձնահատկությունը տենց բան ու սիրում ենք էլի հիմա։ Մեր ու գնանք մի հետ կթողենք։ Ջորջ Բերնը ջղայնացավ, թողեց գնաց թշնամուց երեխա ունեցավ։ Հետո իրար տվին երկուսով։ Էպոսի մեջ շատ բան կա էլի թաքնված։ Հաճախ ենք, չէ, բանանում։ Առաջիկայում հուսամ Արթուր Արմինին է կհյուրընկալենք, մեր ջերմ բարևները եւ առողջություն նրան։
Պարոն Սարգսյան, եւ որպես ամփոփում, ինչ կարելի է ասել։ Այդ փաստորեն Լատինական Ամերիկան միակ կոնտինենտը կամ բանը չի, էլի, որտեղ դուք հազարավոր կիլոմետրերով բարձրանում եք վերև, հասնում եք Կանադա, հետո Ալյասկա եւ այլն։ Մենք կարող ենք հանդիպել այդ հայդացերի մասին խոսել, այդ հայավատայի մասին խոսել, այդ Ամերիկայի կոնտինենտը վերցնել կամ, չգիտեմ, ինձ հիմա հետաքրքրում է այ մեր ինքնանունը, որ հայ կամ հայա ինքնանունը ինչու է այսքան տարածված ամբողջ աշխարհով մեկ։ Տարբեր քաղաքակրթություններում, հին քաղաքակրթություններից սկսած մինչև նոր ժողովուրդներ, տարբեր մայրցամաքներում ու բառացիորեն արտաջան նույն իմաստները կրող, նույն գաղափարը փոխանցող բառը դա, հայ կամ հայա։ Հայ ինչ է նշանակում հայա։ Ես ունեմ իմ տարբերակը, ես ասում եմ, որ դա նշանակում է բառացիորեն եղիցի։ Այսինքն օծման արարչի կողմից օծման պահը, որ ինչ եմ եղիցի լույս, այսինքն Աստծո լույս։ Թող լինի եղիցի։ Մենք ունենք հնագույն քաղաքակրթությունը շումերական, գիտեք ոնց արտակ, եթե ինչ մի հարցի խնդրի պատասխան կամ բացատրություն ենք ուզում գտնենք, իմ սկզբունքն է միշտ գնալ դեպի ակունքը։ Որքան մոտենանք ակունքին, սկզբին, այնտեղ մենք կարող ենք գտնել ճշմարտությունը։ Հետագայում մարդկության պատմությունը ես նմանեցնում եմ գետի, որը ունի աղբյուր, ակունք, մաքրամաքուր, զուլալ, կյանքի ջուր կամ կենթանի ջուր, անմահական ջուր, որը անցնելով գյուղերով, քաղաքներով, ձորերով, լեռներով համ շատանում է ջուրը, բայց նաև միևնույն ժամանակ պղտորվում է։ Հա, բայց հայի ու Հայաստանի ակունքը ո՞նց գտնենք։ Շումերների միջոցով։ Որտեվ ես չեմ անդիպել հայի սկիզբը երբ։ Այո, հայի սկիզբը։ Հայեր, հետո արմեններ, Արմենիա, Չէ, դա տարբեր բաներ են խոսել ենք, դա ինքնանուն է եւ մյուսների կողմից մեզ տրված անուն է։ Մենք մեզ կոչում ենք հայ։ Նահապետը հայկ, երբ հայկ։ Ստեղից է գալիս։ Սա գալիս է հայ Աստծոց։ Շումերական արարիչ, իմաստուն, բարեգութ, ամենալավ Աստծո կերպարն է, որը ունի 40 եւ ավելի անուններ, այդ թվում նաեւ հայ, իր անունն է։ Ու այդ ժամանակ Աստվածների անունները դա ոչ թե ինչ որ անձնական անուն է, ոնց որ մենք այսօր Յուրի կամ Արտակ կամ Վահան կամ Տիգրան, դա տիտղոս է, դա գործողություն իմաստավորող, գործողություն ցույց տվող բառ է։ Էնկի, են շումերերեն կնշանակի տեր, տիրակալ։ Կի կնշանակի կամ երկիր, կամ կյանք։ Այսինքն իր անունը Էնկի, դա անուն չի, դա բառացի թարգմանություն է, որ կարաս թարգմանես կյանքի տիրակալ կամ երկրի տիրակալ։ Է մյուս անունն է, հայտնի անուններն եմ ասում, որ շատ հայտնի է։ Են տիրակալ բառի կարճ տարբերակն է, որ նշանակում է նույնիսկ Տեր, տիրակալ, Աստված։ Մեր այդ տառին չէ, այդքան պաշտոն։ Շումերենը այդ կնշանակի Աստված։ Դες հուշում է շումերը։ Շումերեն ունի ջուր եւ սերմնահեղուկ իմաստը։ Անունը կարաս թարգմանես ջրի տիրակալ կամ ջրի Աստված կամ կյանքի տիրակալ, սերմնահեղուկ կյանքի տիրակալ։ Ճապոներեն սերմնահեղուկը զարոդիշ, տենց ասեմ, կոչվում է հայ։ 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 Ճապոներեն։ Բացատրի։ Չիներեն, վիետնամերեն հայը նշանակում է ջուր, ծով, լիճ։ Սանսկրիտով հնդկերեն նշանակում է կենթանի։ Ոչ հայա Կրիշնային ասում, հայա Բուդդային ասում, կենթանի Կրիշնա, կենթանի Բուդդա։ Արաբերեն հայը նշանակում է կենթանի։ Հենց հիմա այս աշխատում մի բաժնի վրա Սիրիայի, Իրաքի տարածքում կա մի ժողովուրդ, մոտ մի 10,000 մարդ է մնացել, սրանք գնոստիկներ են սրանց անվանում, աշխարհում 2 գնոստիկ ժողովուրդ է մնացել, մեկ դրանք, մեկ էլ մեր եզդիները, որոնց գերագույն ու Աստված ասեմ բառ օգտագործեմ, թե իրենք այդ բառը չեն օգտագործում, կոչվում է Հայա Ռաբի, որը թարգմանում են կենթանի իմաստություն։ Սա իրենց գերագույն տիրակալն է։
Եվ իրենք համարում են միակ ճշմարիտ քարոզչին Հովհաննես Մկրտչին, Հովհաննես Մկրտիչն է, բոլոր մյուսները Մայիսեյ, Հիսուս, բոլորը լժե պրարոկի։ Իրենք Ադամից են եւ Հովհաննես Մկրտչից։ Իրենք այդպես են համարում։ Իրենք այդպես են համարում։ Այն մյուսները բոլորը դավաճաններ են եւ այլ։ Ու այդ հայ բառն ամեն օր։ Հիմա Լատինական Ամերիկա Պուերտո դե Հայա մարկա, դե բա թարգմանում են բոլոր կնայեք, համացանցում նայեք, Աստված վրատը բագով, պարտալ բագով, վրատը վինոյ միր, այլ աշխարհ դեպի, աստվածային դարպասներ, դե Հայա բառը թարգմանեք ժողովուրդ դե։ Առաջարկում եմ Հայա բառին եւ Հայա այդ աստվածային անվան ոնց որ պատմության անդրադառնալ մեկ այլ թողարկում, առավել եւս որ դուք դրա վրա հիմա աշխատում եք եւ նոր գիրք է պատրաստում։ Մի քանի փաստերով խոսենք, հետաքրքիր կզարմանանք։ Այդ իսկապես չափազանց հետաքրքիր էր, որ Ճապոնիայում ասենք կամ այլ ազգերի մոտ որ հայ բառը կամ հայա բառը ինչ է նշանակում։ Պարոն Սարգսյան, այսօր այս քանի համար շնորհակալություն ձեզ արված աշխատանքի համար։ Իսկ հետևությունները ամենա ասենց չգիտեմ, գիտականից մինչև էմոցիոնալ կարող եք գրել մեկնաբանություններում, կարող եք կիսվել ձեր տպավորությամբ, ձեր գնահատականով, ձեր կարծիքով, ի վերջո դուք էլ ձեր կարծիքը արտահայտելու իրավունք ու հնարավորություն ունեք մեկնաբանությունների բաժնում, սա հանրային հարթակ է, որի համար շնորհակալ կլինենք եւ փորձենք մեր ակունքները ավելի շատ բացահայտել այսպիսի մարդկանց շնորհիվ իդեմս Յուրի Սարգսյանի, ով հնագույն քաղաքակրթությունների հետազոտող է։ Շնորհակալություն նաեւ ձեզ, որ ներալիքին բաժանորդագրվեցիք եւ իհարկե հարցազրույցը դիտեցիք։